Իշել որ պիտի մանան, բայց չվախենան մանան։ Իշել որ պիտի դատվեն, բայց երբեք չվախենան այդ դատաստանից, որովհետև այն մարդիկ, ովքեր դարձած են մնացել, գործել են հավատալի մնան քրիստոնեական իրենց կոչմանը, նրանք դատաստանի ժամանակ ոչ թե հավիտենական կյանք, այլ հավիտենական կյանք են կրակել։ Վերջին օրերի մասին շատ հետաքրքիր օրհնություն և դիտարկում անում Պողոս առաքյալը, որը Տիմոթեոսի գրված իր երկրորդ գրքում ասում է հետևյալը. Վերջին օրերին, ասում է Պողոս առաքյալը, վերջին օրերը նկատի ունի դատաստանին հաջորդող վերջին ժամանակը։ Շատ ժամանակներ ունի կրակել, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, հողասեր, հպարտ, անբարբար, հայհոյող, ծնողների անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անպաշտ, անկուր, բանսարկուր, դաժանավարող, անբարեսեր, մարմիչ, անմուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որոնք Աստված չեն դիրքել, սակայն ուրացել են նրա զորությունը, խորժին նրանցից, ասում է Պողոս առաքյալը։ Երբեմն մեզ թվում է, որ Պողոս առաքյալի կանցում գրքի խոսքերը ուղղված են բոլորին, բայց ոչ մեզ։ Սա համընդհան հայտարարություն է։ Մենք ամենքս երբեմն հայտնվում ենք այդ հայտարարության մեջ։ Դժվար է հայտարարել հապկակեցությունը, դժվար է սանձել դրքել, բայց ո՞րն է քրիստոնյայի առաքելությունը։ Հակառակ բոլոր դժվարությունների շարունակել, հայտարարել, սկզբունքայնություն դրսևորել այդպիսի դժվարությունների առջև։ Չտրվել սատանայի գործերը։ Ահա վերջին գալուստյան իրադարձության ապագայի արտասատությունը հենց ուղղված է դրան, որպես մեր ամրացնի համոզումը, որ այն ինչ որ մենք անում ենք, ոչ թե անում ենք դրա համար, որովհետև դա մեզ օգուտ է, ոչ թե անում ենք դրա համար, որովհետև դա հաճելի է այլոց, այլ անում ենք այդ ամենը, որովհետև այդպես և միայն այդպես է ուզում Աստված, որովհետև այն է միակ ճանապարհը, որը մեզ վերջին դատաստանի օրվան կօգնի արժանանալ դրության։ Մեր մեծի պահոց ճամփորդության կարծենք է վերջին անգամ հաջորդ շաբաթ մենք մտնելու ենք, ինչպես ասացի, չարչարանած շաբաթվա օրը։ Հաջորդ շաբաթվանից սկսած, երբ մեր եկեղեցին մեզ ևս մեկ անգամ կոչանում, վերջին գալստյան այս հիշատակը ամրորեն պահել մեր գիտակցության մեջ։ Պահել, որովհետև մենք պիտի միշտ հիշենք, որ պատասխան ունենք տալու։ Պատասխան ունենք տալու երկրում։ Չի լինելու մի քայլ, չի լինելու մի արար, որը անպատասխան է մնալու։ Մարդիկ կորցնում են իրենց հույսը, որովհետև չունեն նպատակ։ Մեր նպատակը սահմանված է։ Մեր նպատակը գտնվում է երկրում, և այդ նպատակը հասնելու համար մենք պիտի կարողանանք հաղթահարել վերջին դատաստանի դժվար կետերը։ Աստված ողորմած է, բայց մենք ևս պիտի ճանանք Աստծուն այժմ և հավիտյանս
Այո։